Բարև ձեզ, սա Top տեսն է, որ շաբաթվա կարևոր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի եւ մամուլի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ։ Ինչից սկսվեց եւ ուր հասավ։ Մենք ձեզ կպատմենք առանց ավելորդ խմբագրման ու մեկնաբանության։ Շաբաթվա հայանպաստ որոշումը ԱՄՆ-ի ադրբեջանական լոբբիստները նահանգային մակարդակում բավականին ակտիվ գործողություններ են իրականացնում։ Նրանց նպատակն է Խոջալույի դեպքերը ներկայացնել որպես ադրբեջանական Սերեբրենցիա։ Մի քանի նահանգ, այդ թվում Քենտակին, հակահայկական բանաձևեր էին ընդունել դեպքերի վերաբերյալ։ Իրականում նման բանաձևերի ընդունման վտանգը կայանում է նրանում, որ ԱՄՆ-ն նախադեպային իրավունքի վրա հիմնված պետություն է եւ այս օրինակը կարող է այլ նահանգների համար եւս իրավական նախադեպ ծառայել։ Ունենալով սրա քաջ գիտակցումը, ԱՄՆ-ի հայ համայնքը, հայ դատի արևելյան շրջանի մեր պրոֆեսիոնալ լոբբիստները անցած շաբաթ կարողացել են հասնել նրան, որ Քենտակիի օրենսդիրը չեղյալ է հայտարարել իր իսկ ընդունած հակահայկական որոշումը։ Շաբաթվա տեսակետը ամերիկացի վերլուծաբանների համոզմամբ Միացյալ Նահանգներում եւ Արևմուտքում մարդկանց մեծամասնությունը ցանկանում է Հայաստանը բարգավաճող տեսնել, քանի որ դրական է վերաբերում Հայաստանին։ Իսկ հայտնի քաղաքագետ Մայքլ Ռուբինի խոսքով տնտեսական խնդիրներից եւ արտագաղթը կանխելուց բացի Հայաստանը որոշ անելիքներ ունի նաեւ արտաքին ասպարեզում։ Արևմուտքի ուղղությամբ հիմնական նպատակների հետ միասին Հայաստանն ունի դիվանագիտական եւս մեկ նպատակ։ Այն է ներկայանալ որպես ինքնուրույն ուժ, որը Մոսկվայից կախվածության մեջ չէ։ Նման տեսակետ է ներկայացրել Մայքլ Ռուբինը։ Շաբաթվա PR քայլը կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը պարզվում է հրաժարվել է նախկինում Արմեն Աշոտյանին սպասարկող շքեղ մեքենայից եւ օգտվում է այն մեքենայից, որն ի պաշտոնե հատկացված է իրեն։ Ըստ ասեկոսների երիտասարդ հանրապետականներին սա դուր չի եկել ու նրանք Լևոն Մկրտչյանի քայլը գնահատել են որպես չստացված PR։ Չորրորդ իշխանություն թերթն էլ այս առիթով գրեց. Լևոն Մկրտչյանի վեհանձն արարքն ինչ որ իմաստ կունենար միայն այն դեպքում, երբ նա հաջորդով վաճառեր խնդրո առարկա մեքենան եւ այդ գումարով ասենք օգներ որևէ աղքատ դպրոցի, բայց նա այդ մեքենան թողել է նախարարության տրամադրության տակ, այնպես որ իսկապես սիրուն բան չստացվեց։ Շաբաթվա պատիժը քաղաքացի Մեսրոպ Մինասյանը համացանցում մի տեսանյութ հրապարակեց, որում ինքը մեքենան վարում է ամրագոտին կապած, սակայն ոստիկանը նրան տուգանում է հենց ամրագոտին չկապելու պատճառով։ Այս տեսանյութը լայն քննարկման առիթ էր դարձել, իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը արձագանքելով այդ ամենին Facebook-յան իր էջում գրեց հետեւյալը. տեղեկացնեմ, որ ոստիկանության պետի հրամանով ճանապարհային այս ոստիկանները ազատվել են զբաղեցրած պաշտոնից, իսկ վարչական իրավախախտման գործով կայացված որոշումը կբեկանվի։ Շաբաթվա տոնը սկսվեց կանանց միամսյակը։ Հայաստանում այսպես են անվանում մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածը։ Այս ընթացքում տղամարդիկ առավել շատ ուշադրություն են հատկացնում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, իսկ կանանց միամսյակի նախօրեին Երևանում մենահամերգով հանդես եկավ Ռուսաստանի ոսկե ձայն տիտղոսին արժանացած Նիկոլայ Բասկովը։ Նա նաև կատարել է հայերեն երգեր՝ Երևանի սիրուն աղջիկն ու Սիրո ամառը։ Ըստ ասեկոսների առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ում հրավերով Նիկոլայ Բասկովը ժամանել է Հայաստան համերգի նախաձեռնության գաղափարը ներկայացնելուց առաջ, ռուս երգչին խնդրանք պայման է ներկայացրել, որ անպայման պետք է սովորի երկու հայկական երգ ու վաշ հայերենով կատարի երևանյան բեմից։ Ռիտա Սարգսյանը երկու երգերի տեքստերը հայերենով, սակայն ռուսատար անձամբ է գրել եւ ուղարկել Նիկոլայ Բասկովին ու նաեւ կատակով նշել. Հարգելի Նիկոլայ, եթե կսովորես, կերգես Երևանում, չես սովորի, ուրեմն չես երգի։ Հիշեցնենք, որ վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն մարտի 8-ի առիթով կազմակերպված տոնական անակնկալին մասնակցում են տարբեր ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալած ու անկախ Հայաստանի զարգացման գործում ավանդ ունեցած կանայք։ Հաղորդման այս հատվածում շաբաթվա մի քանի ուշագրավ մտքեր ու դեպքեր լուսագրերով ու առանց մեկնաբանության։ Վստահ եղեք, որ որևէ քայլի կողմից PR-ի համար չի լինելու։ Ուրեմն սա ես ձեզ ուղղակի վստահեցնում եմ։ Ձեր ասածը 4-րդ անգամ ես չեմ եկել այստեղ, որպեսզի PR խնդիր անեմ եւ այդպեսի խնդիր չունեմ։ Աշխատակազմի ղեկավարին հատկացված մեքենան տրամադրված էր նախարարին։ Ի պաշտոնը 2-3 տարի։ Այդ ինչ որ տրամադրված էր, ես դա վերցրել։ Լավն է, վատն է, նա էլ լավը, վատ, սա է վատը, դա ինչ չի դարձել։ Շատ լավ, դրական, ընկերական, պարոն Աշոտյանը, երբ որ ուսանողական խորհրդի նախագահ էր, ես կրթության նախարար եմ եղել։ Եվ որևէ պրոբլեմ պարոն Աշոտյանի հետ, նրա կերպարի, անհատական, մարդկային եւ պրոֆեսիոնալ հատկությունների չունեմ։ Ինձ հավատացեք,
այդ կարգի միգուցե հասունություն կա եւ տարիքներ, եւ անցած ճանապարհը, եւ անցած այդ դժվարությունները ինձ հուշում են, դեռ ես չեմ կարողանում որոշում կայացնել, որովհետեւ այն հաճույքը, որը որ ես չգիտեմ ինչից պետք է ստանամ, շատ արտադրելուց, շատ նոր կառույցներ ստեղծելուց, թե գնալ քաղաքական համակարգում արդյոք կստացվի, որ մաս կազմես կառավարմանը, հա, այն ձևով, որ դուք ես պատկերացնում, եւ այդ միշտ, եթե հիշում եք, Հայաստան որ եկել էի, առաջի անգամ նորից ասում էի, որ պետք է հակակշիռ լինի քաղաքական համակարգում եւ ոչ միայն քաղաքական, այլ ցանկացած վայրում, եթե հակակշիռ չկա, կարա եւ այլ ուղղությամբ զարգանա։ Այն չարաշահումներ կան, փոխանակ մեծ բիզնեսեր ունեցողներից արկեր գանձվեն, փոքր եւ միջին բիզնես։ Չէ, դա բացարձակապես կապ չունի անձը տանձի հետ։ Ուրեմն, եթե մենք խոսում ենք չարաշահումները խոսում ենք ամբողջ դաշտում։ Չի կարելի առանձնացնել, որ խոշորը շատ անում, փոքրը քիչ անում, խոշորը քիչ է, փոքրը շատ է։ Դուք սխալ եք ախել հարցադրումը տալիս։ Հասկանում եք, հետո սխալ էլ մեկնաբանելու եք, որովհետև ես տեսնում եմ հանկարծ լրատվության մեկնաբանությունը ընդհանրապես ասված գիտե որևէ մասն է։ Խոսքը գնում է, նախ առաջինը գնում էր հատուկ ռեժիմ ունեցող ազատ տնտեսական գոտու մասին։ Դա ընդհանրապես այլ ռեժիմ է։ Դրա մասին խոսելը, ասենք, ենթադրենք ընդհանրապես դաշտից դուրս եք գալիս։ Շաբաթվա անհանգստացնող լուրը Արմեն Ջիգարխանյանի վիճակը, ով մարտի 5-ին հոսպիտալացվել էր, բժիշկները շարունակում են գնահատել միջին ծանրության։ Մոսկովյան հիվանդանոցից նախ լրագրողներին հայտնել էին, որ դերասանը պառկած է սրտի կաթվածով հիվանդների համար նախատեսված վերակենդանացման բաժանմունքում, իսկ մարտի 7-ին հիվանդանոցից հայտնել էին, որ Ջիգարխանյանը տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ։ Հիշեցնենք, որ 81-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանը վերջերս երրորդ անգամ էր ամուսնացել իրենից բավականին երիտասարդ կնոջ հետ։ Շաբաթվա ամուսնությունը Լոռու մարզի Շնորհ գյուղի 90-ամյա Միշապապը արդեն բավական երկար ժամանակ էր ինչ կին էր փնտրում։ Նրա խոսքով հայտարարություններ տարածելուց հետո շատ կանայք են հայտնվել, սակայն քիչ չեն եղել նաև խաբեբաները։ Եվ ահա Միշապապի վաղեմի երազանքն իրականություն դարձավ 81-ամյա բավական տատի տեսքով։ Արդեն մի քանի օր է ինչ երջանիկ նորապսակները միասին են եւ խոստովանում են, որ իրենց միացրել է միայնակ չմնալու մեծ ցանկությունը։ Գնացել եմ տուն, հետո իրար հավանել ենք, իրար սիրել ենք։ Աբա, սուտ եմ ասում։ Արասուտը ստան են ասում, դուք արասուտը։ Շաբաթվա ելույթը 21-ամյա Լիլիթ Ափյանը Բելգիայում մասնակցել է The Voice նախագծի առաջին փուլին։ Ցավոք բախտը մեր հայրենակցուհուն չի ժպտացվել, բայց նա չի ընկճվել եւ տնտեսագետի մասնագիտությանը զուգահեռ շարունակելու է հավատարիմ մնալ նաեւ երգին։ Մինչ Բելգիայում The Voice նախագծին մասնակցել է, Լիլիթ Ափյանը տարիներ առաջ իր ուժերը փորձել է նաև հայրենիքում, մասնակցելով Հայաստանի ձայնը X Factor High Superstar նախագծերին եւ ունենալով որոշակի հաջողություններ։ Շաբաթվա անոնսը Արմեն Աշոտյանը սկսել է ավելի շատ ժամանակ տրամադրել ստեղծագործելուն, սակայն խոստովանում է, որ պաշտոնավարման տարիներին եւս երգեր գրել է, որոնցից միայն մեկն է ներկայացրել հանրության ուշադրությանը։ Անցած տարվա մարտի 8-ին Արմեն Աշոտյանը հանրության դատին հանձնեց «Ինձ խոստացիր» երգը, եւ ահա այս ապրիլի 7-ին Արմեն Աշոտյանը ներկայացնելու է նոր երգ նվիրված կանանց։ Երգի ստեղծման աշխատանքները նախկին նախարարն այս անգամ նույնպես վստահել է Արդինի ստուդիային, որը պատկանում է Գալուստ Սահակյանի որդուն Արման Սահակյանին։ Թե ով է այս անգամ կատարելու երգը եւ ինչ է երգի անունը, Աշոտյանն այս անգամ եւս փակագծերը չի բացում։ Շաբաթվա անշլագը The Beautified Project-ն ամեն անգամ ապացուցում է, որ Հայաստանում գնահատվում է որակյալ երաժշտությունը եւ որ հնարավոր է կազմակերպել համերգներ, որոնց ժամանակ ասեղ գցելու տեղ չի լինի։ Տիկնիկային թատրոնում ինչպես ամեն անգամ անցած շաբաթ անշլագեր խմբի հին ու նոր երկրպագուները եկել էին վայելելու նրանց կենթանի ելույթը։ Հիշեցնենք, որ արդեն 10 տարի է խումբն իր խոսքն է ասում հայկական ռոքում։ Շաբաթվա ցուցադրությունը Լոնդոնի նորաձևության շաբաթի շրջանակներում կայացել է հայազգի դիզայներ Մարիաննա Հարությունյանի նորաձևության ցուցադրությունը։ Գարունամար հավաքածուի ցուցադրության բացումը կատարել է Մորուքով Միկին Հարնաամ Քաուր անունով։ Նա առաջին անգամ հանդես է եկել մոդելի դերում։ Այս կերպ նա լավագույնս պատասխանել է բոլոր նրանց, ովքեր իր ամբողջ կյանքում նեղացրել են իրեն Մորուքի պատճառով։ Նախկինում մոդելը փորձել է շտկել վիճակը, շաբաթական 3 անգամ էպիլյացիայի ենթարկելով դեմքը։ 25-ամյա նորաթուխ մոդելը Մարիաննա Հարությունյանի ցուցադրությանը հանդես է եկել սինքական գլխանոցով, նավաստու զգեստով ու բարձրակրունկ կոշիկներով։
Շաբաթվա շոու բիզնեսյան լուրը հայոց ցեղասպանության մասին պատմող խոստում ֆիլմը կհայտնվի 2017 թվականի Օսկարին նախորդող ակադեմիական մրցանակաբաշխության կարճ ցուցակում։ Ոսկե գլոբուսի մրցանակակիր Այզեքի եւ Օսկարակիր դերասան Բեյլի մասնակցությունը երջանկայի շատակ Քրքրքորյանի նախաձեռնած ֆիլմում հաստատվել էր անցյալ ամռանը։ Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը հայազգի Արեն Փերդեջին է, համառեժիսորը թուրք Ալե Այլամաջը։ Գլխավոր դերակատարները եւս հայ եւ թուրք են՝ Իդեմս Դիլաուլուջայի եւ Հերոս Ագոպյանի։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2016 թվականի վերջին։ Շաբաթվա սկանդալը։ Ուկրաինացի պատգամավոր Օլգա Չերվակովան կարծում է, որ երկրի ներքին գործերի նախարար ազգությամբ հայ Արսեն Ավակովի որդու վերջին արարքում, որը համացանցային քննարկման առիթ է դարձել, կա հանցանքի նշաններ, լրագրողի գործունեությունը խոչընդոտելու առումով, որը տեղի է ունեցել գեղեցկության մրցույթի ժամանակ։ Նշենք, որ լրագրողը Facebook-յան իր էջում հետևյալ գրառումներ կատարել. Մենք ընդհանրապես ցանկանում էինք հարցնել, արդյոք հարցնացու է ընտրում, իսկ նա չգիտես ինչու սպառնալով ինձ գրկեց, իսկ մուտքի մոտ սկսեց ականջի շշնջալ, թե ինչ ինձ հետ կլինի, եթե այս տեսանյութը հայտնվի եթերում։ Եվ կրկին շաբաթվա ուշագրավ մտքերից ու դեպքերից, որոնք Top10-ը ներկայացնում է առանց մեկնաբանության։ Տեղամասային կենտրոններում լինում էին ուրեմն շատ այսպես ասենք նույնիսկ անծանոթ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք ներկայանում էին տեղամասային կենտրոններ, լինում էին հսկայական թվով տարբեր տեղական կազմակերպություններից, ըստ էության որպես դիտորդներ, բայց որոնք իրենց գործառույթներով, իրենց ըստ էության նաև քողարկված շահերով չէին տարբերվում վստահված անձանցից եւ դրանք ըստ էության որպես մեխանիզմներ կիրառում էին ավելի շատ անձինք տեղամասային կենտրոններ գործողելու համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այժմ բոլորը թե նախագահը եւ թե անդամները ընտրվելու են ազգային ժողովի կողմից։ Համապատասխան հանձնաժողովը կներկայացնի սահմանված կարգով տեխնացություններ եւ պատգամավորների ձայների 3/5-ով կենտրոնական ընտրական հանձնաժողովը կձևավորվի։ Ինչու չի պետությունը իր կողմից մոտավորապես 2000 տեսախցիկ օգտագործում ակնհայտ ամբողջ նկարահանելու ընտրատեղամասերը։ Սա մեկ հնարավորություն է, որ նույնիսկ եթե անգամ անընդունելի է, որ սահմանափակել են լրագրողների մուտքը տեղամասեր իբրև խոչընդոտ, բայց ես վստահ եմ, որ լրագրողները միշտ աջակցել են, որևէ մեկը չի խոչընդոտել, ուրեմն այդ դեպքում դրեք տեսախցիկներ, թող լրագրողները, քաղաքացիները, մտահոգ մարդիկ ուղիղ հետևեն այդ ամբողջ գործընթացին, որտեղից ուզում են նստեն եւ հետևեն, տեսեն ինչ է կատարում տվյալ տեղամասում։ Այն տարբերակը, որ կոչվում է հիմա համամասնական, շատ ավելի վատ մեծամասնական է, քան անցած ընտրություններում է եղել։ Շաբաթվա բացահայտումը Իվետա Մուկուչյանը Եվրատեսիլ 2016-ի միակ հայ մասնակիցը չի լինի։ Հայտնի է դարձել, որ Վրաստանն այս տարի ներկայացնելու հայազգի երաժիշտ Նիկա Քոչարովը Young Georgian Lolitas խմբի հետ, իսկ Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան Սուսաննա Ջամալադինովան, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, եւս հայուհի է։ Շաբաթվա սպասումը Արմենիա ավիաընկերության առաջին չվերթը տեղի կունենա ապրիլի 21-ին ուղղությունը դեպի Իսրայել։ Չվերթի ավիատոմսերն արդեն վաճառքում են, ավելի վաղ ընկերության բաժնետերերից մեկը ազգությամբ վրացի Թամաս Գայաշվիլին հայտարարել էր, որ ավիաընկերությունը պատրաստվում է $49 չվերթներ իրականացնել Երևանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ ասիական պետություններ։ Շաբաթվա հրաժարականը Հայաստանի ազգային հավաքականի եւ Կարագանդայի շախտյորի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը դադարեցրել է իր ելույթները Հայաստանի ազգային հավաքականում։ Ռոբերտ Արզումանյանը մասնավորապես ասել է. «Ես շատ եմ մտածել եւ որոշել եմ ավարտել ելույթներս ազգային հավաքականում։ Ես չէի ցանկանա այս թեմայի շուրջ շատ խոսել, բայց նշեմ, որ հաշվի առնելով իմ եւ խաղընկերներիս հասցեին հնչած անհիմն մեղադրանքները, այդ թվում եւ Ֆրանսիայի արտագնախաղից իբր թե հրաժարվելը, ես դադարեցնում եմ հավաքականում ելույթ ունենալը»։ Շաբաթվա գնահատականը կապված է հենց այս հրաժարականի հետ։ Մեկ այլ հայ ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս շվեդական Արամեյսկա Սիրիանսկա ֆուտբոլային ակումբում, Facebook-ում գրեց հետևյալը. «Հավաքականում Ռոբերտ Արզումանյանի այլևս չխաղալը շատերի համար անակնկալ էր, բայց ոչ ինձ համար։ Չեմ զարմանա, եթե էլի ֆուտբոլիստներ նման որոշում կայացնեն։ Հավաքականում տխուր իրավիճակ է»։ Շաբաթվա մաղթանքը ռուսական Match TV հեռուստաալիքով հեռարձակվող Moneyball հաղորդման շրջանակներում ներկայացվել են Եվրոպայում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստները։
Այն ինչպես գիտեն գլխավորում է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 19 փոխանցումով։ Դրանից ոգևորված Մանիբոլի հաղորդավար Կարեն Ադամյանը առիթը բաց չի թողել և հայերեն ողջունել է Մխիթարյանին նշելով. «Հենրիխ, աղբեր ջան, հաջողություն քեզ ընկերս»։ Եվ շաբաթվա պրեմիերան Արմենիայի ռուսնաընկերության եթերում այս շաբաթվանից Ասեկոսեյեմի ստեղծագործական թիմի նոր հաղորդումն է, որը պատմում է Հայաստանի հանդեպ սերն իրենց գործում և հայկական ոգին իրենց սրտում ու մտքում ունեցող մարդկանց մասին։ Հայտնի ու անհայտ հյուրեր, ովքեր աշխարհի ցանկացած անկյունում ստեղծում, պահպանում ու փայփայում են իրենց կտորմա Հայաստանը, մարդիկ, որոնց համար հայրենիքն ամբողջական է, երբ կազմված է անսպառ սիրուց, անմնացորդ նվիրումից ու կատարյալ գործից։ Հիշեցնենք, որ ինչպես այս, այնպես էլ Ասեկոսեյեմի թիմի մյուս հաղորդումները, Top 10-ը, CV-ն, Pop-art-ը, բացարձակ արժեքը կարող եք դիտել ոչ միայն հեռուստաեթերում, այլ նաև համացանցում։ Սա Top 10-ն էր, որ հետաքրքիր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի և մամուլի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ, իսկ ինչ դուրս մնաց մեր դիտակետից, կներկայացնենք հաջորդ հաղորդման ընթացքում։ Ձեզ հետ Անի Հարությունյանն էր, կհանդիպենք։